Աշխատանքի ընթացքում մի կարևոր հանգամանք կա թիմ ստեղծելու գաղափարախոսությունը, թե ինչպես ենք մենք թիմ ստեղծում եւ առհասարակ ինչպես խորհուրդ կտամ թիմ ստեղծել։ Առաջնային հանգամանքը իմ փորձառության շրջանակում դա բացի լավ մասնագետ լինելը, շատ կարևոր հանգամանք է, մարդկային հատկանիշները, որոնք լինելու են ձեր թիմում ու որոնք են ձեր արժեքները, այսինքն այն անհատը, որը գալիս է ձեր թիմ, իր հետ բերում է իր մտածողությունը, իր հետ բերում է իր արժեքները, որքանով են դրանք համընկնում ու որքանով են դրանք մարդկային։ Ինձ համար անկախ բոլոր հանգամանքներից առաջնայինը դա մարդ լինելն է, ու եթե տվյալ մասնագետը բացարձակ տիրապետում է իր գործին, գործի վարպետն է, միակն է ամբողջ քաղաքում, երկրում կամ մոլորակի վրա, բայց վատ մարդկային հատկանիշներ ունի, ես իմ թիմ չեմ ներգրավում եւ խորհուրդ չեմ տալիս որևէ մեկին ներգրավել։ Իսկ առհասարակ, եթե մարդը ունի մասնագիտական թերի գիտելիքներ եւ դրանք ցանկություն ունի շտկել, միանշանակ արժի հնարավորություն տալ մարդուն դրսևորվելու եւ իր ստեղծագործական հմտությունները ցույց տալու կամ դրանք միգուցե արտահայտելու մի ձև գտնելու, բայց այստեղ երկրորդ հանգամանքն էլ կա, եթե անձը դուք հասկանում եք, որ ունի նպատակ թիմում ընդգրկվելու, ուզում է շատ լավ մասնագետ դառնա, ուզում է օգտակար լինի, բայց օրինակի համար 1 ամիս, 2 ամիս չի ստացվում, երրորդ ամսում հստակ վստահ եղեք, որ ձեր ժամանակից է տանում, ձեր բիզնեսից է տանում ու անգամ ինքը իրենից է տանում, որովհետև անընդհատ փորձելը, տվյալ իրավիճակում եւ արդյունք չունենալը բոլորի համար մոտիվացիոն տեսակետից շատ վատ արդյունք է ունենում։ Միգուցե պետք է այդ ժամանակ ուղղակի ավելի լավ ուղղություն տալ տվյալ մասնագետին, տվյալ անհատին եւ ուղղորդել մեկ այլ կազմակերպություն կամ մեկ այլ գործունեության։